20 տարի լինել ոլորտում եւ կերտել հոգատար բժշկի բացառիկ կերպար հնարավոր է միայն ու միայն մասնագիտական նվիրվածության եւ անսահման աշխատասիրության շնորհիվ է հաստատ։ Կանայան բժիշկների ընտանիքի ոսկե կոդի կրողն ու շարունակողը հիմա կտեսնենք, թե ով է։ Ուշադրություն դեպի էկրան։ Կանացի ու նրբազգաց, մասնագիտական գործունեության մեջ կարծր ու շիտակ, գաստրոենտերոլոգ Թամարա Կանայան, փորձառու մասնագետ, ով շուրջ 20 տարի հետազոտում եւ ապաքինում, կյանքի նոր որակ է հաղորդում բազմաթիվ բուժառուների։ Թամարա Կանայանի մասնագիտական ուղին սկիզբ է առել եւ առ այսօր շարունակվում է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Այսօր արդեն բժշկուհին ղեկավարում է հարազատ բուժհաստատության գաստրոենտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի բաժանմունքը։ Կանայան բժիշկների ընտանիքի արժանի հետևորդը, կարևորելով մասնագիտական առաջընթացը, մշտապես ինքնակրթվում է, վերապատրաստվում, ձեռք բերելով նորանոր հմտություններ։ Լինելով գաստրոենտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, Թամարա Կանայանը մշտապես մասնակցում է գիտաժողովների, կլոր սեղանների, անհրաժեշտության դեպքում տեղայնացնում եվրոպական ասոցիացիաների նորարարությունները։ Կարևորելով ընտանիքը, սիրելի մոր եւ նույնքան սիրելի կնոջ դերը, բժշկուհի Կանայանը ապրում է 24 կոտորակ 7 ռեժիմով, մնալով Հիպոկրատի երդմանը հավատարիմ։ Երկարամյա գործունեության ընթացքում Թամարա Կանայանը մշտապես առաջնորդվում է սեփական կարգախոսով։ Անկեղծ լինել բուժառուի եւ նրա հարազատների հետ, օգտագործել մասնագիտական գիտելիքները դրական ելք ունենալու համար։ Թամարա Կանայան, հոգատար բժշկի բացառիկ կերպար։ Երկարատև աշխատանքի ընթացքում, օգնելով բազմաթիվ մարդկանց, ես երբեք չեմ մոռացել, որ բացի բժիշկ լինելուց, ես նաև հանդիսանում եմ մայր եւ կին։ Բարձր վարկանիշ հուսալի բժիշկ անվանակարգում կոչումը կին ոսկե կոդ 2025 մրցանակը շնորհվում է Էրեբունի բժշկական կենտրոնի գաստրոենտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Թամարա Կանայանին։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Էրեբունի բժշկական կենտրոնի գաստրոենտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Թամարա Կանայանին։ Մրցանակը կհանձնի Երևան բժշկական կենտրոնի գաստրոենտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ լյարդաբան Հասմիկ Ղազինյանը։ Բարի երեկո, ես այսօր ուզում եմ շնորհավորել այսօրվա միջոցառման կազմակերպիչներին, Կարինե Թուխիկյանին եւ իր պրոֆեսիոնալ թիմին նման գեղեցիկ երեկո կազմակերպելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, Հասմիկ Լևոնովնա, ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ այսօր այս մրցանակը դուք եք ինձ շնորհում։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ շատ հարազատ Էրեբունի բժշկական կենտրոնին, իմ գոլեգաներին, տնօրինությանը, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի գլխավորությամբ, ովքեր մշտապես համագործակցում եւ աջակցում են մասնագետների որակի բարձրացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ընտանիքին, իմ հարազատներին, ծնողներիս, հատկապես իմ հայրիկին, բժիշկ Կանայանին, ով ինձ համար եղել է ոչ միայն հայր, այլ նաեւ ուսուցիչ։ Եվ չմոռանալով այսօրվա խորհուրդը, ես ցանկանում եմ բոլոր կանանց առողջություն, կանացի երջանկություն եւ ամուր ընտանիք։ Շնորհակալություն։ Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, տիկնակ եւ պարոնայք, ինձ մեծ պատիվ է այսօր մրցանակակիրի հարթակից անցնել մրցանակ հանձնողի հարթակին եւ մեծ պատիվ է եւս մրցանակ տալ իմ գործընկերոջ դստերը, իմ գործընկերը Կանայան Ռուբեն Հովանեսի
երջանկահիշատակ, որի հետ մենք շատ լավ աշխատել ենք բժշկագիտության դաշտում եւ շարունակում եմ աշխատել այսօր իր դրստերի հետ եւ կարծում եմ ինքը երկնային արքայությունից կիսում է այս երջանկությունը մեր հետ միասին։ Ես շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, կանանց, որոնց հետ մի ժամանակ եղել եմ մրցանակակիր, իսկապես դուք արժանի եք եւ հպարտ ենք ձեզանով։ Ոսկե կոդ, կին կոչում ունեք ընտանիքում, ունեք մասնագիտական դաշտում, ոսկե կոդ փաթեթը ինձ համար ունի իր չափորոշիչները։ Դա նվիրյալ լինելն է երկրին, ժողովրդին, հողին, ջրին։ Դա նվիրյալ լինելն է մեր քրիստոնեական մշակույթին, մեր եկեղեցուն, մեր առաքելական հավատին։ Դա նվիրյալ լինելն է այսօր մեր կողքին, մեր հոգատարության կարիք ունեցող արցախցուն։ Լինենք մեր երկրի տերը, լինենք մեր ժողովրդի կողքին, որովհետև ունենք ոսկե կոդ փաթեթը։ Շնորհավորում եմ բոլորիդ։